Պետք է համաձայնեցնենք թե ով է առաջինը խոսելու։ Ձեր գերազանցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պարոն նախագահ։ Նախ եւ առաջ միախտագիտությունն եմ հայտնում դատավորների հանձնաժողովին այս մրցանակի համար։ Մեծ պատիվ է ստանալ մրցանակ, որը կրում է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր երջանկահիշատակ Շեյխի անունը։ Մեծն առաջնորդում գործողությունները եւ տեսլականը վերափոխել են Արաբական Միացյալ Էմիրությունները աշխարհի ամենաբարեկեցիկ եւ հաջողված երկրներից մեկին։ Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները իսկապես օրինակելի է բազմաթիվ երկրների համար, թե ինչպես վերափոխել երկիրը, ինչպես կառուցել հասարակություն, որն ապրում է խաղաղության, ներդաշնակության մեջ, հասարակություն, որը խորը կապեր ունի իր պատմական արմատների հետ, բայց միևնույն ժամանակ հայացքը հառած է դեպի ապագա։ Ցանկանա երախտագիտություն հայտնել նույն սրբություն մեծն իմամ դոկտոր Ախմեդ Ալ-Թայեբին եւ նորին սրբություն Հռոմի Պապին, ովքեր աջակցում են միջկրոնական երկխոսությանը եւ ջանքեր գործադրում, որպեսզի քաղաքակրթություններն ավելի մոտ դարձնեն միմյանց։ Ես երախտագիտություն եմ հայտնում նաեւ բոլոր գործընկերներին, ովքեր բարի խոսք էին հղել այս արարողության արդիվ, կրկին ընդգծելով, թե որքան կարևոր է խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ ոչ միայն մեր երկու երկրների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ ենք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է, մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, մենք արագ ենք սովորում, վերջին 6 ամիսներին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, որը հյուրընկալեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գործընկերության, համագործակցության միջոցով մենք շարժվում ենք տևական եւ մշտական խաղաղության ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար։ Նա եռակողմ գագաթնաժողով հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Այդ կերպ վերջ դնելով 3 տասնամյակ երկար տևած արյունահեղ եւ մահաբեր հակամարտությանը։ Այս 6 ամիսներն, ինչպես ասացի, շատ կարևոր էին զարգացման համար, մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել եւ միանշանակ է, որ այսօրվա մրցանակաբաշխությունը եւ մեր ջանքերի այս գնահատումը այսպիսի պատվարժան դատավորների հանձնաժողովի եւ մեր բոլոր բարեկամների կողմից շատ քաջալերող է։ Կարծում եմ, որ մեր օրինակից պետք է դասեր առնել, որպես ճանապարհային քարտեզ ընդունել նրանց համար, ովքեր դեռ պատերազմում են։ Մեր օրինակը ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է, չնայած երկար տևած հակամարտությանը, չնայած տառապանքին եւ չնայած փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ կա ուժեղ քաղաքական կամք երկու կողմերի մոտ եւ երբ այս գործընթացին աջակցում են բարեկամ երկրները եւ միջազգային հանրությունը։ Եվ իմ վերջին ասելիքը վերաբերում է այս մրցանակաբաշխությանը, որն այստեղ Աբու Դաբիում է կայանում։ Ես
Այն խորհրդանշական եմ համարում, քանի որ բանակցությունների վերջին շրջափուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցավ այստեղ նախորդ տարվա հուլիսին Վաշինգտոնի պատմական գագաթն ժողովից միայն 1 ամիս առաջ, այսինքն այստեղ Աբու Դաբիում մեր եղբայր Շեյխ Մոհամմեդի աջակցությամբ մենք վերջնական համաձայնության եկանք խաղաղություն հաստատելու մասին եւ հետո այն պաշտոնական դարձրեցինք Վաշինգտոնում։ Այս խորհրդանշական բան այսօր օդում թևածում է, ես կրկին երախտագիտություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որոշում կայացրեցին մեզ հանձնել այս պատվաբեր մրցանակը, հեղինակավոր մրցանակը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ օգնեցին հասնելու խաղաղության։ Շատ շնորհակալություն։